Բարև ձեզ։ Դուք եկել եք բնագիտության լաբորատորիա։ Ինչ հատայինից ներկայացնում։ Այստեղ ինչ ենք անում։ Անում ենք ծաղիկներ։ Այստեղ մենք գնում ենք բոլոր շատ տարբեր տեսակի բույսեր։ Այստեղ կարելի ասել նաև, որ իրենց համար նաև հիվանդանոցի նման մի տեղ է, այսինքն մենք վերականգնում ենք վնասված բույսերը, ստանում ենք նոր տեսակներ իրենցից, ստանում ենք բազմացնում ենք, եթե ինչը որպես դուր է գալիս, դրանից եք ենք ունենա, նորից դրանից ստանում ենք։ Լաբորատորիան գալու համար դուք պետք է որոշակի նաև կանոններ իմանաք, որովհետև տեղեր կան, որտեղ չի կարելի քայլել։ Մենք ունենք ճանապարհ, գալիս տեսնում եք, չէ՞, ոնց է ճանապարհը գալիս, այս կողմով է, այն ուսի կողմով է, ոնց է գա, ճանապարհ կա քայլելու համար։ Մենք պետք է անպայման գանք քայլելու ճանապարհով եւ այն կանաչ խոտերի, լանջերի վրայով չենք գալիս, որտեղ հատուկ ճանապարհը ստեղծված է դրա համար, որ մենք քայլենք ճանապարհով, ոչ թե լանջերով եւ խոտերով։ Հա, ինչ չքայլենք, ինչ է կարծում, որտեղ խոտերը կսատկեն։ Խոտերը չեն սատկում, իրենք այսպես չեն կարող սատկել, բայց խոտերը չորանան, չէ՞, ասում են խոտերի չորանալ են ասում, սատկել չեն ասում։ Հա, մեկը ինչպես է կարող է իմանալ, որ նախագծով եք եկել։ Այստեղ եք ձոն ստուգատեսի շրջանակներում, ճիշտ է։ Այսինքն մենք միասին պետք է սովորենք տնկել ծաղիկներ, եւ ձեր տնկած ծաղիկները դուք պետք է տանեք նվիրեք ու Դրա համար դա կոչվում է ձոն ստուգատես։ Կտրոն նշանակում է կտրած հատված։ Եղավ։ Մենք կտրոններ ենք ձեզ տրամադրելու, որպեսզի դուք կարողանաք ձեր ծաղիկները տնկել։ Այդ ամբողջ տեղի ունեցել լաբորատորիայում Նարեկն է օգնել եւ մյուս ընկերները Նարեկին։ Այս կտրոնները տեսեք մի շատ է լինում, բոլորին արդեն կհասնի։ Տարբեր տեսակ են լինելու, սա սուկուլենտներ են, այս տեսակը սուկուլենտ է։ Այսօր ուրեմն գնում եք, մտածում եք ձեզ ինչ է պետք։ Ձեզ անհրաժեշտ է լինել ուրեմն ծաղկաման, որը ձեր ձեռքերով նկարեք, ձևավորեք, կստանաք սիրուն արդյունքը, հա։ Հողը մենք ձեզ կտանք, կտրոնը կտանք։ Ու միասին կսովորենք ինչպես ճիշտ տնկել եւ խնամել։ Դուք գիտեք, նայում եք առաջին հերթին չափերին։ Էլ ինչին։ Իրա տերևներին, չէ՞։ Եթե հյութալի տերևներ ունի, ուրեմն շատ չի ուսում, որտեղ իր մեջ արդեն պարունակում է մեծ քանակ։ Հիմա այս կտրոնները ձեզ են սպասելու։ Այսօր ուրեմն դուք գնում եք, կարդում եք